Ընկերներ ողջույն։ Գիտեք, տաղավարում հաճախ ենք մտորում բարձրաձայն ձեզ հետ միասին եւ երբեմն ժամանակ առ ժամանակ ես տաղավար եմ հրավիրում հաճելի զրուցակիցների, ովքեր եւս իրենց մտորումներով օգնում են գտնելու այս կամ այն հարցի պատասխանը։ Եվ քանի որ մենք պատմական շատ հետաքրքիր ժամանակներում ենք ապրում, մեր աչքի առջև շատ ոչ միանշանակ զարգացումներ են ընթանում, ուստի մենք այսօր կզրուցենք մի անձնավորության հետ, ով նախ շատ բան կարծեմ ես կպատմի արժեքների մասին, Երևանի մասին, ինչու՞ չէ տասնամյակների ընթացքում որոշակի արժեհամակարգի փոփոխության մասին, սերունդների մասին, եւ որովհետեւ նա տիրապետում է մի շատ նուրբ արվեստի, որը կարծում եմ կհուշի իրեն եւս, հա, բարձրաբանելու եւ բացատրելու այս կամ այն երևույթները։ Լավ երևանցի արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի պետական տեխնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն է իմ զրուցակիցը, ում եւ ասում եմ ողջույն։ Պարոն Բաբայան, բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եւ հյուրընկալեցիք մեզ։ Ես եմ շնորհակալ։ Մինչ եթերը մոտեցավ պատուհանին եւ մեր տաղավարից բացող երևանյան համայնապատկերի մասին հետաքրքիր մեկնաբանություն արեցիք, որ ձեր աչքի առջև է այս փոքր կենտրոնի այս հատվածը կառուցվել։ Ինչ արժեքներ էին այդ ժամանակ Երևանում, երևանցու մոտ, քանի որ մենք այսօր որոշել ենք մի փոքր արժեքներից խոսել, հետաքրքիր է տարիներ անց որ գնաք իդ ձեր մանկություն, ինչ արժեքներ էին այդ ժամանակ մեր քաղաքում։ Հակասություն, դեք երևի արժեհամակարգը ստեղծվում է նրանից, թե ովքեր են եղել քո ուսուցիչները։ Նրանք ծնողներն էին իմ մոտ, իմ համադասարանցիները։ 10 տարի մենք միասին անցկացրեցինք դպրոցում եւ այդտեղ ձևավորվեց միգուցե տղամարդ, կին, համապատասխան հարաբերություն, հարգանք եւ երբ հիշում եմ Երևանը իմ մանկության տարիներին, շատ հետաքրքիր, պարադոքսալ քաղաք էր, միջայլոց հաճախակի բնույթով համեմատում եմ Լոնդոնի հետ, ինչքան էլ դժվար չլինի, դա, եւ փորձեմ ասել ինչու։ Երևանում համատեղվում էին եւ ավանդույթները եւ նորությունները։ Երևանը եւ ժամանակակից քաղաք էր եւ ավանդույթներ պահպանող քաղաք էր։ Բնակչությունը շատ տոլերանտ էր։ Մենք հյուրասեր էինք բոլորի հանդեպ։ Մենք երևի թե սովետական միության քաղաքներից ամենաեվրոպականն էինք մեր բնույթով։ Սա շատ ազատ քաղաք էր։ Այստեղ փառատոններ էին տեղի ունենում, ռոք փառատոններ, ջազ փառատոններ, այստեղ բացվեց ժամանակակից արվեստի թանգարանը առաջին։ Մենք փորձում էինք ամեն ինչով համապատասխանել նույնիսկ զգեստերով, հա, այսպես ասած, մի քիչ եվրոպական բան։ Մենք շատ պատկերացում ունենք այդ թվերին Եվրոպայի կյանքի, որովհետև փակ հասարակություն էր ամեն դեպքում։ Ինչ, թե միգուցե հայրենադարձները իրենց հետ բերում էին հիշողություններ։ Առաջին հերթին հայրենադարձները։ Նրանք բերեցին որոշակի մշակույթ եւ սուրճ խմել եւ ձեռնոց հագնել եւ ուրեմն հովանոց պահել եւ գլխարկ դնել եւ կնոջ ձեռքը համբուրել եւ աթոռ վիճել, շատ բան եկավ այդտեղից, կապը կար, յուրաքանչյուր հայ, կարելի ասել մեծամասնություն ուներ բարեկամներ, որոնք ապրում էին Հունաստանում, Ֆրանսիայում, Լիբանանում, որ այդ ժամանակ եւս շատ եվրոպական երկիր էր։ Հարավային Փարիզ էին, չի ասում հարավային Ֆրանսիա, չէ, Բեյրութի։ Եվ այդ տեսակետից իհարկե նաեւ ես նկատի ունեմ իհարկե 60-ական թվականներից, որտեղ ինքս ծնվել եմ 57 թվականներին, 60-ական թվականներին Երևանը շատ արագ զարգացող եւ շատ հետաքրքիր քաղաք էր։ Կային իհարկե որոշակի սխալ բաներ, ասենք այն, որ Երևանը փորձում էին դարձնել միլիոնանոց քաղաք։ Դե դա արդեն քաղաքականն է, ոնց որ հեռանկարներ։ Հիշում եմ տատիկս, պապիկս ապրում էին Աչափնյակում, այդ ժամանակ գյուղերից մարդկանց էին բերում, լցնում իրեն գալիս են իրենց հավերով, ճագարներով եւ այլն եւ դա էլ էր որոշակի կոլորիտ բերում Երևանի։
այդ տարիների, քանի որ արժեքներին մոտենանք, կան Երևանում փողոցներում շատ բարձր երաժշտությամբ գալարվող տարբեր մեքենաներ, որտեղ նստած էին կասկածելի պարոններ կամ պատանիներ, այսինքն այդ երաժշտական այսօրվա 21-րդ դարում այս բաց աշխարհում հաճախ հանդիպող երևույթները, որոշ ռուսական մակտիշի մեքենաների վարորդների մասն է խոսքը, այդ նմանատիպ, այո, նմանատիպ երևույթներ կային։ Դե նախ մեքենաները այդքան շատ չէին։ Հետո Երևանը, գիտեք, շատ հետաքրքիր ձևով բաժանված էր։ Երևանի որոշակի, այսպես ասած, մշակութային մասը, կենտրոնը, որտեղ ուրեմն Նայիրի կինոթատրոնն էր, հայտնի ուրեմն Սկվազնիչոկը, հայտնի ուրեմն Պապլավոկը եւ այլն։ Դե ուտեղ մտավորականություն էր հավաքում։ Հիմնականում, այո, այդպես էր, թատերական ինստիտուտն էր այդտեղ։ Աստիճանաբար ուզում եմ մոտենալ Երևանի ամենա այսպես կարևոր ոչ մարդակերտ, արժեքին կամ համայն հայության սիմվոլին, այսպես ասեմ, Արարատի համայնապատկերին, որը Երևանի տարբեր անկյուններից բացվում է, այդ ժամանակ Արարատի նկատմամբ մեր որպես խորհրդանիշ, հայ մարդու խորհրդանիշ, հայ ազգի խորհրդանիշ վերաբերմունքը ինչպիսին էր այդ թվերին, որովհետև վերջո Չարենց, Շիրազ, այդ Նախ մի փոքր ավելացնեմ, քանի որ դուք հարցրեցիք ընդհանուր մշակույթի մասին, բարձր երաժշտության, տարածված էր նաև որոշակի, ոնց ասեմ, ըստ իս ոչ այդքան բնորոշ մեզ երևույթ, դա Բաքվի ռադիոն էր, որը բազմաթիվ մեքենաներից, հիմնականում տաքսիներից հնչում էր ժամը 5-ին եթե Ասում բակերից էլ են հնչել որոշ հարևաններ միացնում էին բարձր բակերում էլ է եղել։ Եղել է, այդ ամեն ինչ եղել է Զեյնաբ Խանլարովայի համերգները, Մարզադաշտում, Հրազդան Մարզադաշտում եւ տարբեր տեղերում ամեն ինչ կար։ Ինչ վերաբերում է Արարատին, որպես ինքնաճանաչման եւ մեր մշակութային հոգևոր կենտրոններից մեկի անհաս փառքի ճամփա։ Ես կարծում եմ որևէ բան չի փոխվել, որովհետև վերջը Արարատ լեռը առավել եւս մեր կողմից, Արարատյան դաշտի կողմից նա ոգևորող է։ Նա ոգևորող է արվեստագետներին, նա ոգևորող է յուրաքանչյուր մարդուն։ Ամեն առավոտ, երբ որ ես արտում եմ, տեսնում եմ Արարատ լավ եմ ինձ զգում, եթե չեմ տեսնում, ասում դե լավ այսօր չտեսա, կարող եմ մի քանի օր էլ չտեսնեմ, մինչև ամպերը բացվեն կտեսնեն։ Ես այստեղ որոշակի փոփոխություն չեմ տեսնում։ Ես տեսնում եմ այստեղ այսօր ավելի շատ արժեքների ներկայացնելու ձևի փոփոխություն։ Արարատը հնարավոր չի հանել։ Ես կարծում եմ նրանց կողմից, ովքեր փորձում են ֆետիշացնել, ավելի շուտ ոչ թե ֆետիշացնել, այլ որոշակի ձևով պաշտոնական բնույթ տալ Արարատ երևույթին, որը իրականում չի տեղավորվում այդ սահմանների մեջ, դրոշմանի շատ ինչ-որ ուրիշ բան։ Ինչի էր սա շատ նուրբ, որովհետև երբ որ պարոն Արսեն Թորոսյանը մեկնաբանեց, որ իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ է տեղավորվելու եւ այլն, իհարկե մեր զրույցը ոչ քաղաքական է, դա երկուսս է հասկանում ենք շատ լավ, բայց ամեն դեպքում եթե մենք այդ դրամաբանությամբ ենք գնում առաջ, մեր զինանշանը եւս Արարատ չէ ունի եւ կենտրոնը հենց Արարատի գաղափարախոսության շուրջ է կարծում, այսինքն դա վտանգված է, շատ բաներ կան, չէ։ Ես կարծում եմ իրականում եկեք փորձեմ ավելի լուրջ ու ավելի մտահոգված խոսել սրա մասին։ Իրականում Արարատը կա, քանի մենք Արարատը տեսնում ենք, իրական Արարատը։ Սա շատ կարևոր է, որտեղ կներեք կարելի է համարել, որ այդ դրոշմանիշի Արարատը մեզ ոգևորում է, մեր ազգային ինքնությունն է գնալ Անտալիա, այնտեղ գնել խոր դեպրեսիայի մեջ, բացել անձնագիրը, տեսնել այդ դրոշմանիշը ոգևորվել ազգային օգով, իհարկե ոչ։ Արարատը ոգեշնչում է, երբ որ այն կա, երբ որ այն քո աչքի առաջ է։ Սա շատ կարևոր է։ Սա շատ կարևոր է, որպեսզի մենք մեր հայրենիքը, իսկ մեր հայրենիքը, ես հիմա չեմ խոսում պետական
հայրենիքի մասին մենք մի ժողովուրդ ենք, որ ունի հազարամյա պատմություն, մեր հայրենիք ասածը առանց որևէ ոտնձգություններ ուրիշ պետություններ անել, շատ ավելի լայն հասկացողություն է։ Եվ երբ մենք կորցնում ենք հնարավորություն այդ հայրենիքը տեսնելու, մենք իրականում կորցնում ենք այդ հայրենիքը։ Մենք շատ բան ենք կորցրել։ Ինձ մոտ հիմա այս տպավորություն է, որ մենք փորձում ենք եզրագից անցկացնել այն իշխանություն է փորձում անել, որ զանազանենք պետությունն ու պետականությունը հայրենիքից, հոգևոր, այսինքն պատմական հիշողությունից եւ այլն, եւ դա չբերենք չխառնենք պետության եւ միջպետական հարաբերությունների մեջ, որը մենք զգում ենք, որ բավականին կնճռոտ տեղեր է բերում, այսինքն որ մենք մեր շարքային հայրենակիցների մտորումները, անցյալը պատմական հիշողությունները բերում ենք եւ կապում ենք պետության ու պետականության հետ, դա միջազգային հարթակներում հարաբերություններում դիվանագիտական եւ այլն լուրջ խնդիրների է հագեցնում։ Այսինքն ձեր ասածով ճիշտ եմ հասկանում, դուք ուզում եք, որ ամեն մի հայ յուրաքանչյուր շարքային քաղաքացի իր կրկին դավանի իր արժեքները, փորձի վերանայել իր հայկականությունը, մաքրամաքուր արժեքներ դավանի, բայց դա չպարտադրի պետության ու պետականությանը, որ դուք այս քայլերը պետք է անեք, որ վերադառնանք, մուշ, բան, չգիտեմ ինչու այդպիսի պատասխան։ Դերս սրանք տարբեր բաներ են։ Չի կարելի խառնել երկու բան իրար։ Պետությունը, պետական քաղաքականությունը, պետական սիմվոլիկան եւ ուրեմն հարաբերությունները եւ հարևանների հետ եւ ամբողջ աշխարհի հետ ուրիշ բան են։ Մեր հիշողությունը, մեր ազգային արժեքները, սրանք մեզնից խլել հնարավոր չի։ Սրանք չի կարելի խառնել իրար հետ։ Սրանք խառնել իրար հետ, կարծում եմ, գալիս է մի քիչ գաղութային մտածողությունից, որտեղ գաղութը կարող է կենտրոնանալ, ամրապնդվել միայն ու միայն այդ արժեքների վրա, անտեսելով պետական շահը, պետական քաղաքականությունը, տնտեսական կապերը, պաշտպանությունը եւ այլն բաները, որտեղ դա իր ոլորտը չէ, իր ոլորտը ազգապահպանությունն է։ Պետության ոլորտը պետություն քաղաքացի հարաբերություններն են։ Պետությունը պարտավոր է ապահովել քաղաքացու բոլոր իրավունքները, քաղաքացին պարտավոր է ծառայել իր պետությանը։ Սրանք տարբեր բաներ են, բայց սրանք մեկը մյուսին չի բացառում։ Ինչպես մեր հոգևոր կյանքը չի բացառում մեր ֆիզիկական կյանքը։ Մենք չենք կարող ասել ես ապրում եմ հոգևոր կյանքով եւ անտեսում եմ ֆիզիկականը։ Սուտ է։ Եվ մենք, եթե մենք ապրում ենք միայն ֆիզիկական կյանքով եւ ապրում ենք եւ անտեսում ենք հոգևորը, մենք պարզապես վերանում ենք որպես մարդ։ Այսինքն ձեր ասածով պետք է կարողանանք համատեղել ինչպես մեր աշխարհի կյանքը եւ հոգեվոր կյանքը, այնպես էլ հիշողությունները, պատմական եւ այլն, եթե չբերենք, չխառնենք պետության, պետականության հետ, բայց այստեղ պիտի հարցնենք, ինչքան էլ փորձում են պարզաբանել, մեկնաբանել, որ դա մեր ներքին հարցն է, այստեղ որևէ պարտադրանք չկա, որևէ երկրորդ, երրորդ ուժ չի անում, բայց մենք հասկանում ենք, չէ, որ սա լայն հասարակության կողմից դրական չի վերաբերելու։ Ցանկացած քննարկում Արարատի հետ մենք սվիններով ենք ընդունում, որովհետև դա շատ, այսպես արմատային արժե համակարգ է յուրաքանչյուր հայ համար։ Ինչու է ըստ ձեզ հիմա փորձում արվել նման քայլեր անել։ Ինչ է ստիպեցի բան։ Եթե մանավանդ որևէ պարտադրանք եւ բան չկա, կարող է մի քիչ համբերել, սպասել, որովհետև բան է դա, էլի։ Նախ կա պարտադրանք, թե չկա, կա ցանկություն, կա առաջարկություն, թե չկա, ես լիազորված չեմ խոսել։ Իհարկե, ոչ ես գիտեմ, ոչ դուք, բայց ես պարզապես մտածում անկախ նրանից, կա պարտադրանք, թե չկա։ Ինչ է դա մեզ տալիս։ Դե երանգներն են փոխվում։ Այսինքն ստացվում է, որ ահա փաստորեն մենք մեզ հրամայում են, մենք ապրում ենք պետությունում։ Պետությունները ունեն որոշակի հարաբերություններ։ Հարաբերությունների մեջ նաև մտնում է պարտադրանք հասկացողությունը։ Նույնիսկ հզոր պետությունների մոտ։ Դա կա, չի կարելի դա տեսնել։ Էլ եմ ասում, սա գաղութ չէ։ Երբ որ մետրոպոլան քեզ թույլ է տալիս, ինչ ուզում ես արա, միևնույն է դու ոչ մի բանի համար պատասխանատվություն չես կրում։ Պատասխանատվությունը կրում եմ ես ասում, սա իմ գաղութն է, ինչ որ դա տենց դրոշավ առում, էս անում, այն անում, իրաց գործն է։ Վերջ-վերջով սա պետական քաղաքականություն չի։ Մենք պետք է հաշվի առնենք պետական քաղաքականությունը, առավել եւս։ Եկեք այնտեղ խոսենք։ Արդյոք այդ դրոշմանիշի վրա Արարատի պատկերը չի նսեմացնում իրական Արարատ։
չէ որ նա ավելի հզոր է, չէ որ Արարատն է ոգևորել Սարյանին ու Չարենցին, այլ ոչ թե դրոշմանիշը կներեք։ Սա շատ կարևոր բան է, իրական արժեքը տարբերել ուրեմն սենց հասարակ մանիպուլյացիաներից։ Ես չեմ կարծում, որ սա շատ կարևոր իրադարձություն է։ Ես հասկանում եմ, որ մոտենում են ընտրություններ, հիմա ամեն օր բացվում է մի նոր թեմա։ Հավատացեք ինձ, որ մեկ շաբաթից հետո կմոռացվի սրա մասին կգնի։ Ինչպես շատ այլ թեմաներ են մոռացվել, չէ՞։ Ինչպես եւ շատ ուրիշ թեմաներ։ Ես կարծում եմ կարելի է կենտրոնանալ իրականում ավելի կարևոր հարցի վրա։ Ինչպիսի պետություն ենք մենք կառուցելու, ինչպես են կառուցելու, ինչքանով է նա լինելու ինքնուրույն, ինչքանով է նա լինելու զարգացած։ Ես վերջերս եմ վերադարձել Բրազիլիայից եւ Արգենտինայից եւ այնտեղ հանդիպել եմ հայկական համայնքների հետ։ Ես հասկանում եմ, որ այդ համայնքները մեծ կարիք ունեն Հայաստանի Հանրապետության ուշադրության։ Բոլոր համայնքները գնում են դեպի ասիմիլյացիա։ Սա իրական փաստ է։ Եվ դա միտեղ մի քիչ արագ, միտեղ մի քիչ դանդաղ, բայց դա կարծես ամուսնացել։ Եվ դա նույնիսկ ամենակուր համայնքներում, նույն Լիբանանի համայնքում եւ այլն դա կատարվում է։ Կարելի է մի քիչ դանդաղեցնել այս process-ը, բայց եթե մենք խոսում ենք մեր ազգի մասին ոչ թե 100 կամ 200 տարվա հեռանկարով, այլ հազարամյակների, մենք պետք է հասկանանք, որ այդքան շատ խոսելով ազգայինի մասին, ազգայինը հայկականը կարող է պահպանվել միայն այստեղ։ Մեծ հաշվով, այո, պետության մեջ։ Պետության մեջ, որտեղ պետությունը արդեն դրա պաշտպանն է, որտեղ չի կարող լինել, ասենք թե հայոց պետականություն, որտեղ հայկականը չլինի, պարզապես բացառված է։ Քանի որ մեզ դիտում են նաև Սփյուռքում եւ մեր Լոս Անջելեսի հայությունը կհիշի տարիներ անց, երբ որ տարբեր պաշտոնյաների հորդորներով որոշ փողոցներ անվանափոխվեցին, նույն Արցախ ավենյուն, որը Մերիլենդ փողոցն էր եւ ամերիկացիները շատ սվիններով էին ընդունում այդ հարցը, որտեղ Մերիլենդը ինչ-որ հայեր, այո, որոնք Գլենդելու մեծամասնություն են եւ այլն, բայց ամեն դեպքում Մերիլենդը իրանց էությունն է, հա, Միացյալ Նահանգների, մենք կարողացանք ասել նրան, որ փոխեցինք, հաշվի չառան ամերիկացիների դժգոհությունները եւ այլն, բայց ես հարցադրում էի բարձրացնում եթերում, ասում եկեք այնպես անենք, որ ոչ թե փողոցը մնա մենակ, այլ հանուն այն, ինչի մենք պայքարում ենք տասնամյակներով, դա լինի, փողոց հետո կանվանենք, եկեք այդ մեր ուժը, մեր կապերը, այդ ավանդական կուսակցությունները, ովքեր շատ լուրջ արմատներ ունեն Միացյալ Նահանգների ղեկավարության մոտ եւ այլն, նպաստեն, որ ոչ թե հիմա Արցախ ավենյու մնա Գլենդելում, այլ Արցախը լիներ։ Եվ դա սվիներով ընդունվեց։ Հիմա այս ձեր ասածը տրամաբանություն ես հասկանում եմ, որ պետության մեջ պիտի կարողանանք այդ ուժը դնել, որ պետությունը պահպանի արժեհամակարգը, մշակույթը, այլ ոչ թե լինի փողոց, բայց չլինի այն ում անունով կոչված էր։ Ոնց անենք, որ տենց չլինի։ Այսինքն դուք ասում եք, ոնց անենք, որ մենք այդ ձեր ասած արժեքները ներդնենք Հայաստանում եւ գնանք առաջ են ձեր ասած գաղափարախոսությամբ։ Շնորհակալություն, շատ կարծում եմ կարևոր հարց եք տալիս, որտեղ այդ երկընտրանքի առաջ մենք մշտապես ենք կանգնած։ Անվանափոխենք քարտեզ թե իրական, իսկապես իրական Հայաստան։ Մենք այս հողն ենք սիրում, մենք համարում ենք, որ սա մեր հայրենիքն է, մենք համարում ենք, որ մենք այս հողի տերն ենք, իսկ տեր լինելը նաև պատասխանատվություն կրելն է, իսկ տեր լինելը նաև երկիրը մաքուր պահելն է, եթե դու քո բնակարանի տերն ես, դու քո բնակարանը մաքուր ես պահում, բայց եթե դու քո փողոցը, քո քաղաքը, քո երկիրը աղտոտում ես, նա քո հայրենիքը չէ, սրանից է սկսվում։ Դե հիմա էլի պետք է ասենք այն ինչ հաճախ եթերում հնչել է տարբեր գործիչներ են անգամ ասել, մենք շատ ավելի սրտատրոպ ու էմոցիոնալ կորսվածի մաս ենք խոսում, կարոտում, քան թե փորձում պահպանել եղածը եւ պատասխանատվության բացակայությունն է, որտեղ ասենք Վանի համար ոչ ես ոչ դուք պատասխան չենք կրում, բայց Աբովյանի համար եւ Հրազդանի համար հաստատ կրում ենք պատասխանատվություն։ Եվ Վանը մաքուր են պահում։ Եվ անկախոր են պահում։ Ովքեր որ գնում են շրջայցների, նույն Կարսը, Վանը շատ ավելի մաքուր է, քան Սևանը։ Այո։ Եվ լիճը եւ քաղաքը նկատի։ Այո, այո։ Եվ
Սա է, կամ դու համարում ես քեզ տեր և պաշտպանում ես այս քաղաքը, այս երկիրը մաքուր ես պահում, հասկանում ես, որ այս երկրում ապրող բոլոր քո համաքաղաքացիները անկախ նրանից, թե ինչ հայացքներ ունեն, ինչ նախասիրություններ են, այս երկրի քաղաքացիներն են, և դու պարտավոր ես իրանց հետ ընդհանուր լեզու գտնել, որտև երկու նույնանման մարդ չկա, պետք չի պահանջել, որ բոլորը կիսեն քո հայացքները, այնպես չի լինում, ավելին, այդպես ներկայացվում է միայն, ասենք ասեմ, բանի դիկտատորական համակարգերի մեջ, հա, միապետական, որտեղ ներկայ, այ ամբողջ ժողովուրդը այսպես է մտածում։ Մենք սովոր ենք խոսել ժողովրդի անունից։ Մենք սովոր ենք դիմել, հա, ժողովուրդ, լսեք ինչ եմ ասում։ Բայց 5 հոգի մարդ է։ Հա, 5 հոգի մարդ է լսում, կամ ասել ես ամբողջ ժողովուրդը այսպես է մտածում, ամբողջ ժողովուրդը չի կարող նույնպես մտածի։ Դա ժողովուրդը չի մտածել ըստ էության, չէ՞։ Դա հոտ է, իհարկե, իրական, եւ դա լավ է, որ այդպես չի մտածում։ Հակառակ դեպքում դառնում է, որ մենք հրճվում ենք միայն հայելի նայելով։ Ոչ։ Եվ հիմա հաճախակի, երբ որ մենք խոսում ենք նրա մասին, որ պետք է հարևանների հետ կարողանալ հարաբերություններ ստեղծել, ընդհանուր լեզու գտնել, անկախ նրանից սիրում ես թե չես սիրում։ Այդ հարաբերությունները մենք պետք է կարողանանք առաջին հերթին ստեղծել մեր շրջապատում։ Նոր կարողանանք դա դուրս բերել մեր Դե մենք զրուցելու հետ կապված լուրջ խնդիրներ ունենք։ Երկխոսության, ես լրատվության մեջ եմ 15 տարի, ես այս քանակի դանակահարությունների, այս քանակի այգիներում իրար նկատմամբ հաշվեհարդար տեսնելու, վնասելու ֆիզիկական բռնության ահագնացող թվեր չեմ հիշում, ինչ վերջին շրջանում է։ Այս անհանդուրժողականությունը որտեղից եկավ, այս իրար հետ չխոսելու, տեսեք դուք շատ նուրբ հիմնարկի գեղարվեստական ղեկավար եք տեխնիկային թատրոնի, որտեղ երեխաներու պատայներ են գալիս գնում, այ երեխաների մեջ ինչ եք նկատում, միգուցե մանկուց պիտի այնպիսի արժեքներ սերմանենք, որ ամեն կես բառից դանակը սիրտը չմխրճեն իրար։ Դա մեծ խնդրեմ է եւ ինչպես ամեն մի մեծ խնդրեմը նա չունի միանշանակ կամ միակողմանի լուծում։ Այստեղ առաջին հերթին ընտանիք։ Եթե ընտանիքի հայրը ասում է քեզ, եթե մեկը վիրավորեց քարը Արտուր գլխին, արդեն պատրաստ եմ արտասպանը։ Եթե նրանք, ովքեր ներկայացնում են քաղաքական էլիտան, անկախ նրանից դա իշխանություն է, թե ընդդիմություն է, իրար հայհոյում են եւ ցույց են տալիս ամեն վարքյան անհանդուրժողականություն, դա եւս մոտեցում։ Եթե նրանք, ովքեր հաջողակ են թվում բիզնեսում, եւս ցուցաբերում են նման անհանդուրժողականություն, սա եւս ցուցանիշ է։ Եթե նրանք, ում հանրությունը կոչվում է մտավորական, եւս ցուցադրում է այդ հանդուրժողականությունը եւ զբաղված է պիտակավորումով եւ երկրից քշելով նրանց, ովքեր համաձայն չեն իր կարծիքի հետ։ Այս ամբողջը մի կոմպլեքս է, չէ՞։ Սրա մեջ է ձևավորում մարդը։ Մենք չունենք հասարակություն, որը բերել են ու այստեղ ներմուծել են մեզ մոտ։ Ուզած հասարակության մեջ, ուզած մարդու մեջ կա եւ լավը եւ վատը։ Սա միանշանակ է։ Ինչը կբացես, ինչը կցույց տաս, որը ավելի լավ է որպես մարդ կայանալու համար, ավելի ձեռնտու է։ Մենք ասում ենք սոցիումը, հասարակությունն է կերտում անհատին, հիմա պատկերացրեք հայ ընտանիք, որ վստահ եմ շատ-շատերը այդպես արժե համակարգ ունեն, որ երեխային հնարավորից բարի, ազնիվ բաներ են փոխանցում, բայց ինքը դուրս է գալիս մեծ կյանք եւ տեսնում է այդ մարդկանց, որ քարը կվերցնեն սկտած գլխին, այսպես այնպես, շանը նեղացնեն, կապին նեղացնեն, վայ, չգիտեմ, ագրավես եւ այլն, մի խոսքով ագրեսիա 4 կոմը, բնականաբար այդ երեխան սպունգի պես այդ ամեն ինչը տեսնելու է կամ իր մոտ լինելու է ինչ-որ շփոթմունք, տունը ուրիշ բան ասում, բայց դուրսը բոլորը այդպեսին են, կամ ուղղակի ինչ-որ մի անհասկանալի ձևով պետք է բոլորը կամ ճնշող մեծամասնությունը այդպիսի բարի արժե համակարգով դաստիարակեն երեխային, որ փոխվի, որովհետեւ երեխան ճնշվելու է եւ ես ասում եմ բազմաթիվ օրինակներից։ Հենց նույն մեր շենքը, ես միշտ ասում եմ, ինքը մինի Հայաստան է ինձ հիշեցնում, որովհետեւ ամեն տեսակ հասարակություն կա, մանավանդ դրսից նոր եկած մարդու աչքերում ուրիշ ձև է։
ընտանիքներում արժեհամակարգով մեծացնում են երեխան դուրս է գալի բակ եւ հասկանում ինքը կապ չունի ոչ այդ բակի հետ, ոչ այդ երեխաների հետ եւ ինքը կամ զոհի կարգավիճակում է մնում, կամ պարզապես չի դուրս գալիս սոցիում։ Եվ դրա ես լուծումը չունեմ ոնց անենք, որ մյուս ծնողները եւս, այսինքն եթե ամբողջ բակը լինի ձեր ասած լավ զգացմունքներով եւ այլն, մենք կառողջացնենք մեր հասարակությունը։ Ամբողջ բանկը չի լինի, բայց վերադառնանք ընտանիքի մեջ, հա, միայն ասելով չի։ Լավագույն դաստիարակության ձևը դա սեփական օրինակն է։ Եթե ծնողը երեխային ասում է սուտ չխոսես, բայց երեխան տեսնում է, որ ինքը ծնողը սուտ է խոսում։ Սա ուրեմն մնացած ամբողջ դաստիարակությունը, բարոյական նորմերը, որը փորձում է ծնողը ներմուծել երեխայի մեջ, միանգամից շեղվում են մի կողմ, որտեղ նա տեսնում է ծնողը մի բան է ասում, ուրիշ բան է անում։ Իդեալական ոչ մի բան չկա, որտեղ մենք չենք ապրում վակուումում։ Իրականում մենք չենք ապրում ինչ-որ ստերիլ եւ չենք կարող ստեղծել ստերիլ մթնոլորտ միջավայր։ Ամենակարևորը ոչ թե միկրոբ չընդունելն է, ասենք ասեմ, վիրուս չընդունելն է, այլ իմունիտետ ձեռք բերելը։ Եվ այն դաստիարակությունը, իրական դաստիարակությունը, ոչ թե խոսքով, որը կտրվի ընտանիքում եւ հետո դպրոցում, արդեն միջավայրում, պետք է կարողանա երեխայի մոտ այդ իմունիտետը զարգացնել, որպեսզի բոլոր այլանդակությունները, որը նա տեսնում է, չկարողանան իր մեջ բուն դնել։ Դες թվում է, ես մեծացել եմ ցենց իդեալական միջավայրում, ավելի այլանդակ էր։ Այն ժամանակ կային թաղային բանդաներ, կռիվ անելով այս բակի հետ եւ այլն։ Ամեն ինչ կար, ոչ մի նոր բան չկա։ Հիմա նույնիսկ միգուցե ավելի շատ կարգապահություն կա։ Բայց էլի ասում եմ, ամենակարևորը իմունիտետն է։ Նույն ընտանիքում նույնիսկ երկու երեխան կարող են շատ տարբեր մտնալ եւ դա միայն մեզ չբնորոշ։ Եթե մենք անդրադառնանք նույնիսկ համաշխարհային գրականությանը, Շիլլերի ավազակները, երկու եղբայր, մեկը կարգին մարդ, մեկը սրիկա։ Իհարկե, բազմաթիվ են պես օրինակները։ Ես կարծում եմ զրուցելու դեռ շատ առիթներ կունենանք։ Ես շատ շնորհակալ եմ մեր հեռուստատեսություն հյուրընկալելու համար։ Բարեկամներ, այստեղ մենք դնենք բազմակետ։ Ես վստահ եմ պարոն Բաբայանի հետ մենք դեռ շատ կզրուցենք, իսկ ձեզ առաջարկում ինչպես միշտ մտածել այս ամենի ուղղությամբ կհանդիպենք։